Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Նախորդ շրջանում մեր ծրագիրը ինչ արդյունք ունեցել, քանի խելացի անասնագոմա կառուցվել, քանի գլուխ, քանի անասնագլխականակով եւ ինչքան է ծախսվել։ Պարոն վարչապետ, նախկին մեր ծրագրի շրջանակներում այսօր մենք ունենք կառուցված 58 խելացի անասնաշենք, ընդհանուր խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային կենդանի ներմուծման ծրագրի շրջանակում մենք ունենք 2400 տոհմային կենդանի ներմուծված, այդ երկու ծրագրերի շրջանակում անասնաշենքի կառուցման համար ծախսած գումարը կառավարության կողմից փոխհատուցված գումարը եղել է 925 միլիոն դրամ, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման պարագայում այն եղել է 587 միլիոն դրամ։ Այսինքն ստացվում է, այս ծրագիրը մենք 19 թվականից ենք, չէ՞, ներդրել։ Այսինքն 19 թվականից 5 տարվա ընթացքում 58 անասնագոմա կառուցվել եւ 2400 գլխաքանակ ներդրվել, ճիշտ եմ հասկանում։ Այո, պարոն վարչապետ, մի թիվ էլ կուզենայի նշել, որ ընդհանուր առմամբ այս ծրագրի մեկնարկից հետո մենք ունեցանք էկոնոմիկայի նախարարություն դիմելիությունը եղել է շուրջ 413 ֆերմեր ցանկացել է որպեսզի խելացի անասնաշենք կառուցի, այդ 413-ից միայն 102-ն են կնքել էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիր եւ ընդհանուր ավարտական կառուցվել է 58 անասնաշենք։ Այս ընթացքում մենք նկատեցինք նաեւ, որ շինարարական շինանյութի արժեքները փոփոխության են ենթարկվել եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ այս նախագծով առաջարկում ենք այդ փոփոխությունները, որպեսզի ֆերմերների համար տնտեսապես ձեռնտու լինի անասնաշենքի կառուցումը եւ տոհմային կենդանիներով համալրումը։ Չէ, մենք դժգոհ չենք, որ 58 անասնագոմ կառուցել է, բայց մեր ի սկզբանե մեր պատկերացումը այդ չէր, ճիշտ է։ Այսինքն այս նշանակում է, որ ծրագիրը ասիկ 900 միլիոն դրամ, 925 միլիոն դրամ անասնաշենքերի փոխհատուցման ծրագիր։ Ընդհանուր բոլոր 4 տարվա ընթացքում 900 միլիոն։ Այո, ընդհանուր 920։ Տեսացույց է տալիս, որ ծրագիրը չի աշխատում, բա հիմա ինչ ենք փոխում, որ հաջորդ շրջանում ավելի մեծ արդյունքներ ունենանք։ Հիմնական այն ուսումնասիրությունը, որը մենք իրականացրել ենք, պարոն վարչապետ, դա վերաբերելի էր սահմանված փոխհատուցվող գումարին, այսինքն մենք գնահատում ենք, թե այս մոդելի անասնաշենքի կառուցման համար ինչքան է առավելագույն սահմանաչափը, որից հաշվարկվելու էր 50% փոխհատուցումը, եւ դրա հիման վրա ֆերմերները կամ որոշում էին կայացնում այդ անասնաշենքը մաս կազմեին ծրագրին կամ ոչ։ Եվ շատ դեպքերում, հատկապես վերջին տարիների ընթացքում նկատեցինք, որ դիմելիությունը որոշակի պակասել է հենց այդ հանգամանքի պատճառով եւ այդ է պատճառը, որ այս նախագծում վերանայվել են այդ շեմերը։ Ես կարող եմ նաեւ նշել, որ օրինակ 20-ից 25 գլուխ անասնաշենք կառուցելու համար, եթե նախկինում սահմանված էր 23 միլիոն դրամ, ընդհանուր գումարը եւ դրանից հաշվարկվելու էր 50% փոխհատուցում, ապա այս ծրագրով այդտեղ սահմանված է 30 միլիոն դրամ։ 10-ից 15-ը ինչ ենք անում։ 58 խելացի անասնաշենք 15 գլուխ խոշոր եղջերավոր անասունի համար նախատեսված անասնագոմի այդ տարբերակը հանում ենք։ Ինչ ենք հանում։ 58 կառուցված անասնաշենքերից ամենափոքր թիվը, աննշան թիվը կազմում էր հենց 10-ից 15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների եւ հաշվի առնելով նաեւ ինտենսիվացումն ու տնտեսապես արդյունավետությունը հաշվարկելով դրա համար առաջարկում ենք, որ 20-ից 25 գլուխով լինի։ Դա ակնհայտ է մեր բոլոր ծրագրերի դեպքում եւ մենք մեր ի սկզբանե այս process-ը ըստ էության ուղիղ եթերում է տեղի ունեցել 2018 թվականից սկսած մենք փորձել ենք հնարավորինս բովանդակային ծրագրեր ունենալ փոքրերի համար հույս ունենալով որ նրանց պետք է աջակցենք, բայց ըստ էության արձագանք չենք ստացել, դրան մեր մեկնաբանությունը ամենատարբերն էր, բայց վերջերս նախորդ կառավարության նիստում ես այդ թեմային անդրադարձա, որ ըստ էության այդտեղ ընդ որում ես այդտեղ մեզ
մեղադրական ենթատեքստով չեմ ասում, բայց խնդիրն է նա, որ այդ հատվածում ձևավորվել է մի իրականություն, որը խորը ճգնաժամային է, եւ մեր սովորական այդ պատկերացումները դահլիճային կամերային պատկերացումները իրականության հետ չեն բռնում։ Եվ պարզ է, որ 10-15-ը մենք կարող ենք ֆորմալ թողել քաղաքական մեսեջի առումով, բայց մեկը դա չի աշխատելու։ Բայց հիմա ես ուրիշ կողմից եմ ուզում մոտենալ հարցին։ Հիմա մեր խոշորը, առավելագույն խոշորը մեր 100-ներ, հա, 100 այս նախագծով մի առավելագույն սահմանաչափ ենք ավելացրել, այո, 95-ից 100 գլուխ։ Նախկինում 45 գլուխն էր առավելագույնը, հիմա շատ լավ։ Հիմա 100 գլուխ եղջերավոր, խոշոր եղջերավոր անասունի համար նախատեսված այս ծրագրի համար մենք ինչ փոխհատուցում ենք տալիս։ Մենք առաջարկում ենք այն գնահատված է 114 միլիոն դրամ, հետևաբար 114 միլիոն դրամի 50%-ը փոխհատուցում ենք։ Եթե այն գտնվում է սահմանամերձ բնակավայրերում, ապա 70% փոխհատուցում է տեղի ունենում։ Նաև նշեմ, որ պարոն վարչապետ, մի րոպե, 70%-ի բանը ինչքան է։ 100%-ի համար 100 գլուխ եղջերավորի համար մենք ունենք ֆիքսված թվեր, չէ, որի 50 եւ 70%-ը ինչքան է կազմում։ 114 միլիոն դրամի համար 50%-ը կազմում է 57 միլիոն դրամ։ 57 միլիոն, 70%-ն էլ համապատասխան, ասենք մոտավորապես 80 քանի միլիոն դրամ։ Շուրջ 80 միլիոն։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում։ Մենք սահմանել ենք վերին շեմ 100 գլուխ եղջերավոր անասուն։ Հիմա իսկ քննարկել ենք մենք կոմիտեում, որ կոմիտեում է քննարկվել, իսկ քննարկել ենք sense տարբերակ, ասել ենք ես մեր ծրագրի բարձրագույն ամենաբարձր շեմն է 100 գլուխ, սրանից ավել ով ինչքան ուզում է թող կառուցի, մենք այս 100-ի չափով նույն ձևի իրանց ենք փոխհատուցում։ Այսինքն մեկը ուզում է կառուցի 500 գլուխի համար նախատեսված, մենք ասում ենք ոչ թե բանաձևն ենք դնում, ասում ենք 100 գլուխ խոշոր եղջերավոր անասունի անասնաֆերմայի համար նախատեսված է սահմանամերձում 80 քանի միլիոն դրամ, տոկոս կոնկրետ կհաշվենք, եւ ոչ սահմանամերձում 57 միլիոն դրամ, 100-ից ավել ով ուզում է կառուցի, ինչքան ուզում է կառուցի, այս նույն փոխհատուցումները իրանց ենք տալիս։ Պարոն վարչապետ, նախկինում որ սահմանված էր 40-ից 45 գլուխ, նույն մոտեցմամբ էինք մոտենում հարցին, այսինքն լինում էին տնտեսվարողներ, որ իրենք ավելի մեծ էին կառուցում, եւ հետեւաբար մեր առավելագույն փոխհատուցման մասը այդպես էր կազմում, բայց հիշեցնեմ նաեւ, որ կառավարությունը շուրջ 2 տարի առաջարկում էր մեկ այլ ծրագիր արդեն խոշոր ներդրումների համար անասնաբուծության ոլորտում, որտեղ 1 միլիարդ դրամ եւ ավել, դա խոսքը վերաբերում արդեն խոշոր տնտեսություններին, ներդրում իրականացնելու դեպքում կառավարությունը փոխհատուցում է կապիտալ ծախսերի 40%-ը։ Այսինքն ավելի մեծ բան էինք։ Այո։ Առաջարկում ու չի աշխատում։ Մենք այդտեղ ունենք շուրջ կնքված 11 պայմանագիր եւ 11 պայմանագիրը իրականացման, քանի որ խոշոր ծրագրեր են 3 տարի իրականացման ժամկետ է սահմանված, մեկ տնտեսություն արդեն կառուցված է, մնացածը ընթացքի մեջ են, որոշները 2026 թվականին արդեն կանխատեսում է, որ կավարտեն եւ կդիմեն փոխհատուցման, որոշները կան մի քիչ ավելի դանդաղ են աշխատում։ Նկատի ունեմ իմ ասած բանաձևը ինչ որ մի բանի վնաս կտա։ Տենց էլ աշխատում է։ Տենց էլ աշխատում է։ Այսինքն եթե այդ ծրագրի, այսինքն 100-ից ավել ներդրումների 40%-ն է 100-ից ավելի դեպքում 1 միլիարդի դեպքում։ Դա 1 միլիարդի դեպքում, բայց եթե 1 միլիարդ չի, ասենք ինքը պետք է ծախսեր ենթադրենք 114 միլիոն դրամ չի ծախսում, կամ այս պարագայում գուցե մտածի, որ հնարավորություն ունեմ ոչ թե 100 գլուխ ըլնի, այլ 150 գլուխ ըլնի այդ լրացուցիչ խթանը հաշվի առնելով։ Այո, մենք առավելագույնը փոխհատուցում ենք 100 գլխի համար սահմանված գումարը, թե չէ ինքը կարող է մեծ ավելի մեծ նախատեսել, այո։ Այդպիսին է ծրագիրը, կարող է անել 200 գլուխի համար նախատեսված, որը 1 միլիարդ չի հասնում այդ ծախսը, բայց այս 100-ի
փոխհատուցումից ինքը նորից կօգտվի։ Պարոն վարչապետ, ես համոզված եմ, որ նախագծով այդպես է, բայց թույլ տվեք եւս մեկ անգամ ճշտել եւ արձագանքել, բայց գիտեմ, որ նախագծով այդպես է սահմանված։ Առարկություն չունեք, եթե ասենք ինչ-որ մի բանի չի խանգարում, այդպես է պետք է անել։ Իսկ այն մյուս խնդրի հետ կապված հարգելի գործընկերներ, իրականում բան կա, խնդիր կա եւ հայեցակարգային եւ քաղաքական եւ սոցիալ-հոգեբանական եւ սոցիալ-տնտեսական խնդիր կա, որովհետեւ ըստ էության ամենափոքր սեգմենտին աջակցելու մեր բոլոր փորձերը իրանք անհաջողության են մատնվում։ Ու մենք պետք է հասկանանք ինչ պետք է անենք, որովհետեւ այդտեղ մենք լուծումներ չունենք եւ ես կարծում եմ, որ այդտեղ սովորական լուծումների տրամաբանությամբ մենք չենք առաջնորդվելու։ Ընդ որում այս փակուղին զգացվում է շատ տեղերում, որովհետև էլ եմ ասում, այն հատվածում, որտեղ ասենք օրինակ մարդիկ վարկերի տակ են, չգիտեմ, խնդրեմ ունեն, գյուղատնտեսությունը էֆեկտ չի բերում, այդ հատվածում մենք տասնյակ որոշումներ ենք կայացրել, բայց այդ տասնյակ որոշումները չեն աշխատում։ Այդ թվում են պատճառով գուցե որ ի սկզբանե չէին կարող աշխատել, որովհետև դրա տակ տնտեսական հիմնավորում չկա, այսինքն տնտեսական մոտիվացիա չկա։ Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, որ խնդիր ունենք, ճգնաժամ ունենք, պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել։ Ընդհանուր մենք մյուս հատվածներն ենք քննարկում, այդտեղ պետք է գնալ գուցե պետք է գնալ շատ բարդ եւ ռադիկալ լուծումների։ Մենք պետք է արձանագրենք ուղղակի նախորդ նիստում էլ ըստ էության դրա մասին խոսացինք, որ 3 տեղում 4-5-7 կիլոմետրական հեռավորության գտնվող անջրդի հողերում հողեր ունեցող մարդիկ ուղղակի գյուղատնտեսությամբ պետք է չզբաղվեն, որովհետև հնարավոր չի այդ բանաձևով գյուղատնտեսությամբ զբաղվել, բայց հարց այդ մարդիկ ինչով զբաղվեն։ Եվ այստեղ հարց է առաջանում, որ մենք պետք է որոշակի ծրագրեր մշակենք, այդ թվում վերապատրաստումների կամ չգիտեմ այլ գործունեության խթանման, որպեսզի նաև հնարավորություն ունենանք այդ հողերը կոնսոլիդացնել եւ նաև դրանց համար նկատմամբ տնտեսական հետաքրքրություն ձևավորել։ Ես էլի ուզում եմ վերադառնամ այդ բանին, դուք էլի նշեցիք, էլի նշում ենք ամեն անգամ գյուղատնտեսական բան կոոպերատիվներ, բայց դա էլի գնանք խնդրենք աղաչենք, ես չգիտեմ ինչ, հաջորդ լուծումը կարող էր դա լինել տեսականորեն, որ գյուղացիները իրանք հասկանալով, որ առանձին չի ստացվում ու չի ստացվելու, գոնե այդտեղ կոնսոլիդացիայի այսքան խթան ենք դնում արտոնություններ, վարկերի եւ դա իմիջիալոց նաեւ սև ցուցակներից դուրս գալու ճանապարհ է, որտեվ եթե անհատը սև ցուցակում է եւ չի կարողանում ստանա, երբ որ ինքը ձևավորի գյուղատնտեսական կոոպերատիվ 100 հոգով, այդ գյուղատնտեսական կոոպերատիվը սկսելու է 0-ից։ Բայց այդտեղ խնդիր կա, որը էլի սոցիալ-հոգեբանական ոլորտի խնդիր է, 100 հոգին պետք է կարողանան ընտրել կառավարիչ, վճարել այդ կառավարչին, որ ինքը այդ իրանց հողերը միավորի եւ դարձնի շահութաբեր։ Եթե սա չեն անելու, մենք պետք է ուղիղ ասենք, Ժողովուրդ ջան, չի ստացվելու տեղ ոչ մի բան։ Մի հեկտարանոց հողում չի ստացվելու ոչ մի բան։ Այսինքն եւ դա մեր 7-ամյա պրակտիկան ցույց է տալիս, որ արտոնություն տվել ենք, արել ենք, զրոյական տոկոսներով գյուղատնտեսական վարկերը արել ենք, որոնք 0 էֆեկտ, մենակ մարդիկ հավելյալ ընկնում են սև ցուցակ, որովհետեւ տոկոսը 0, բայց մայր գումարը պետքա վճարվի։ Անենք չի որ տոկոսը 0 է, վերջ ամեն ինչ ավարտվեց։ Եվ այլն եւ այդպես շարունակ, այդ փողերի անարդյունավետ ծախս, այսինքն ստեղ մենք լրիվ ուրիշ խնդիր պետք է լուծենք, բայց ինչքան էլ դաժան բան է հնչում, մեր իրականության համար տենց մի քիչ բան է հնչում, հասկանում եմ, դեֆորմացված է հնչում, այդտեղ սա արդեն մի քիչ ոչ թե մի քիչ, այլ մեծամասամբ կրթության ոլորտի հարց է։ Հանրակրթության մասին չեմ ասում, այլ խոսում եմ հանրակրթության, բայց ոչ դպրոցական եւ բանի։ Մեր բոլորի կրթության։
Չի ստացվելու այդտեղ։ Ինչ ուզում եք արեք։ Ուզում եք եկեք բան անենք, որոշենք, որ այդ բոլոր հողատերերին անհատույց տարին, չգիտեմ, 3 միլիոն դրամ ենք տալ։ Ոչ մի բան չի փոխվելու այդտեղ։ Բացարձակապես ոչ մի բան։ Համեցեք։ Պարոն վարչապետ, նաև այս առիթը օգտագործելով ուզում եի նաև նշել, որ ընդհանուր առմամբ անասնաբուծության ոլորտում, եթե մենք ցանկանում ենք մթերատվության բարձրացում ունենալ, դա միայն պահվածքով չի սահմանափակվում կամ պահվածքով չի պայմանավորվում, պահվածքով, այսինքն անասնաշենքը դա պահվածքի ձևն է, պայմաններն այն։ Հետևաբար 3 կարևոր բաղադրիչ կուզենայի առանձնացնել, որը 3-ի պահպանման դեպքում նոր մենք ունենում ենք համալիր արդյունք, մեկը դա իհարկե պահվածքն է եւ կառավարության այս ծրագիրը խթանում է հենց արդյունավետ պահվածքի մեխանիզմները, երկրորդը դա գենետիկան է եւ գենետիկայի համար է, որ կառավարությունը տոհմային կենդանիների նաեւ ձեռքբերման աջակցության ծրագրեր է իրականացնում, նաեւ հիշեցնեմ մեր գործընկերներին, որ կառավարությունը 2025 թվականին արհեստական սերմնավորման համար փոխհատուցման ծրագիր է իրականացնում եւ այստեղ մենք 70%-ի չափով փոխհատուցում ենք եւ ծրագիրը մեկնարկել է արդեն Շիրակի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում, այդտեղ մենք եղած գենետիկան բարելավում ենք արհեստական սերմնավորման միջոցով եւ երրորդը, որը որ շատ կարեւոր է նաեւ պահպանել, դա կերն է, սնուցումն է։ Եվ այստեղ կերի արտադրության համար էլ մենք մի քանի տարբերակներ ենք առաջարկել եւ քչերն են հիշում, որ կառավարությունը լիզինգի, ագրոպարենային լիզինգի ծրագրի շրջանակում հիդրոպոնիկ կերի սարքավորում ձեռք բերելու համար այնտեղ անհրաժեշտ 20% կանխավճար կա, այդ 20% կանխավճարի 80%-ը կառավարությունը որպես դրամաշնորհ է տալիս եւ արդեն սարքավորումը ինքը օգտագործելով կարողանում են մարդիկ առանց գրավի միջոց ունենալու ապահովման անհրաժեշտություն կարողանում են այդ սարքավորումը ձեռք բերել եւ հիդրոպոնիկ կեր արտադրել։ Պարոն Խոջյան, ամենայն հարգանքով ձեր թվարկածը ոչ թե առաջին, երկրորդ, երրորդն էլ, այլ երկրորդը, երրորդը եւ չորրորդն էր, որովհետեւ առաջինը գիտելիքն է։ Որովհետև հիդրոպոնիկն էլ, բանը սերմնավորումն էլ, կերն էլ, բայց բանը դա գիրք է, չէ՞։ Այսինքն կերը գիրք է։ Եթե այդ գիրքը չես կարող կարդաս, տառերը չգիտես, ինչ կապ ունի, այդ կերը կա թե չկա։ Այսինքն այդ արդեն գիրք է, որը ինչ որ միտեղ դարակում դրած է։ Եթե դու չես գնաց, նախ այդ չգիտես որ դա գիրք է, երկրորդ ձեռդ չես պարզել, չես վերցրել, չես կարդացել, ինչ կապ ունի, ուզում եք 62 հատ կառավարության ծրագիր ներկայացնենք։ Այն օրը ես մի հանդիպան ժամանակ սեն շատ հետաքրքիր խոսակցություն եմ ունեցել, հանդիպան մասնակիցներից մեկը հարց բարձրացրեց, ասեց իմ ընտանիքը բան ունի, այդ չեմ հիշի թիվը 30 թե 60 մեղվափեթակ ունի, որը մենք հետո խոսակցության ընթացքում պարզվեց, որը մենք որպես ժառանգություն ստացել ենք մեր պապիկից եւ տատիկից եւ հիմա խնդրում ենք աջակցություն, որ այդ մեղվա ընտանիքը վերականգնվի։ Ես հարց տվեցի, ասացի, բա ինչի վերականգնվի, ինչ ա եղել այդ մեղվա ընտանիքը, որ տատիկից եւ պապիկից ժառանգել ենք։ Դե ասեց, չկա այդ մեղվա ընտանիք։